Պարոն Խանդանյան, Եվրամիությանը խորհրդարանական ընտրություններից առաջ աջակցության խնդրանքով դիմելու իշխանության այդ որոշումը դիմադիրները համարում են ու այսինքն մի քայլ, որով ստեյության ուղիղ միջամտություն է լինելու պետության ներքին հարցերին։ Ինչու է իշխանությունը, այսինքն ինչ ռիսկեր է իշխանությունը տեսնում, որ դիմել է Եվրամիության աջակցության խնդրանքով եւ ընդդիմության այս գնահատականների վերաբերյալ ինչ կասեք։ Ընդհանրապես հիբրիդային հարձակումները եւ ապատեղեկատվությունը միայն հայաստանյան խնդիր չէ, կամ միայն Հայաստանը չէ, որ այդ սպառնալիքի ներքո ընդհանուր առմամբ աշխարհում ժողովրդավարությունը հիբրիդային հարձակումների է ենթարկվում տարբեր տեղերից, տարբեր երկրների ներսից, դրսից եւ այլն։ Եվ այս առումով Եվրոպական միությունը եւ մի շարք այլ կառույցներ, երկրներ ունեն որոշակի գործիքակազմ, որը ցույց է տվել որոշակի արդյունավետություն եւ այս տեսանկյուն սա հաշվի առնելով Հայաստանը ի թիվս այլ հարցերի, որոնք ամրագրված են նաեւ վերջին ստորագրված փաստաթղթում, սա եւս մի թեմա է, հարց է, որի շուրջ Հայաստանը պատրաստվում է համագործակցել Եվրոպական միության հետ, որովհետեւ Եվրոպական միությունը ունի այդ գործիքակազմը եւ պատրաստ է այդ գործիքակազմով կիսվել Հայաստանի Հանրապետության հետ։ Եվ այստեղ որևէ միջամտության հարց չի կարող լինել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, որովհետև սա փորձի փոխանակման շրջանակներում է տեղի ունենում, իսկ ընդդիմադիր գործընկերներին ներքին միջամտության տեսանկյունից ես կուզենայի, որ դուք հարցնեիք արդյոք օրինակ ռուսաստանցի օլիգարխի միջամտությունը Հայաստանի ներքին քաղաքական կյանքին ինչ գնահատական դրան կտան արդյոք Հայաստանի քաղաքացի է եւ մի շարք այլ երկրների քաղաքացի է Նիկոլ Փաշինյանի հետ ձեռքի Այսինքն նրա մասնակցությունը ընդհանրապես քաղաքականությանը դա կոչվում է հիբրիդային պատերազմ։ Չէ, ես չեմ ասում դա կոչվում է հիբրիդային պատերազմ։ Դիմադիրները մեզ մեղադրում են Եվրամիությանը երկրի ներքին գործերի մեջ խառնելու, բայց երկրի ներքին գործերի մեջ խառնելու շատ ցցուն վառ օրինակներ ենք մենք տեսնում։ Ճիշտ եք հասկանում, պարոն Խանդանյան, որ հիբրիդային պատերազմ ասած Հայաստանի դեմ որ իրականացում է, դուք դիտարկում եք իշխանությունը նկատի ունեն միայն Ռուսաստան։ Ոչ, հիբրիդային հարձակումները ոչ միայն Հայաստանի դրսից են լինում, այլ նաև Հայաստանի ներսից են այդ հիբրիդային հարձակումների ենթարկվում Հայաստանի ժողովրդավարությունը եւ իշխանության մասին խոսքը չէ, Հայաստանի պետության եւ ժողովրդավարության մասին։ Օրինակ, որոշ լրատվամիջոցների վերնագրեր, որ կարդում ենք, դա բավարար պատկեր է ցույց տալիս ապատեղեկատվության բայց հիբրիդային հարձակումները մենակ ապատեղեկատվության մասին իհարկե չէ, կիբերանվտանգության մասին են, որոշակի ֆինանսական ժամանակակից մեխանիզմների մասին են, որոնց այլ երկրներ ենթարկվել են եւ լավ կլինի, որ Հայաստանը այդ առումով դիմակայություն ձեռք բերի։ Իսկ դուք կիսում եք Եվրամիության պաշտոնյաների, Կայականասի, Գերմանիայի կանցլերի, այսինքն Հայաստանի իշխանությունը իրենք ուղիղ ասում են, որ Ռուսաստանից են գալիս այդ վտանգները, դուք նրանց հետ դուք նկատում իշխանությունը համաձայն եք։ Հարգելի գործընկերներ, ռուսական պետական հեռուստաալիքների բովանդակությունը, եթե Ռուսաստանի մասին ենք հիմա խոսում, բայց ես չեմ պնդում, որ միայն Ռուսաստանից են գալիս այդ սպառնալիքները, բայց երբ որ նայում ենք ռուսական պետական հեռուստաալիքների եւ հայտնի դեմքերի մտքերը եւ արտահայտությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, այո, կարող ենք արձանագրել, որ դա եւս հիբրիդային կամ Հայաստանի ժողովրդավարության դեմ ձեռնարկված որևէ քայլ է, բայց այդպես միանշանակ եւ միակողմանի պետք չէ դիտարկել այդ հարցը, դրանք այդ խնդիրները տարբեր կողմերից կարող են գալ, այդ թվում եւ երկրի ներսից։ Հիմա դրսից մարդիկ եք բերում, ասում են, որպեսզի պայքարեք ընդդիմության։ Ես բավականին երկար ժամանակ երկար նախադասություններով բացատրում էի, որ դրսից մարդիկ չեն բերում, ես ասում էի, որ Հայաստանը համագործակցում է, Հայաստանը չեմ համեմատում, ընդհանրապես չեմ համեմատում, որովհետև համեմատելի չէ, ես ընդդիմադիրները մեզ մեղադրում են, ես էլ ասում եմ, որ ավելի ցցուն օրինակներ կա, կարելի է ցցուն օրինակների մասին խոսել, իսկ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցում է ի թիվս այլ թեմաների, նաև Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ, այդ թվում եւ նմանատիպ սպառնալիքների եվրոպական գործիքակազմից օգտվելու համար։ Որևէ երկրի
Ինչի մեղադրակցության։ Որ իրենց դեմ պայքարելու համար Հիմա ընդդիմությունը նաև մեղադրում է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը Հայաստանը տեղակայել։ Չէ, բայց դա շատ նման հարց է, որովհետև Հայաստանը համագործակցում է Եվրոպական միության հետ, նաև այդ ուղղությամբ եւ Հայաստանում հիմա գործում է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը, արդյոք դա միջամտություն է Հայաստանի ներքին գործին։ Ես կարծում եմ, որ դա միջամտություն չէ։ Աջակցություն երբ որ պահանջում է այդ ամեն ինչ համար Հայաստանը իր ռեսուրսներով, ֆինանսականներով որ չի կարող պայքարել, որ միջոցներ Խոսքը ֆինանսական ռեսուրսների մասին չէ միայն, խոսքը մեթոդաբանության եւ գործիքակազմի մասին։ Իհարկե։ Հիմա ինչ մեթոդաբանություն որտեղ է գնում, ինչ ուղղությամբ է, այսինքն ինչպես է պայքարը լինելու գործիքակազմը որն է։ Ես ճիշտ ասած այդ գործիքակազմի մասնագետ չեմ, բայց ապատեղեկատվության դեմ ինչպես են պայքարում։ Ավելի օրինակ մեկ օրինակ ասեմ, ստրատեգիական ռազմավարական հաղորդակցությանը ավելի լավացնելով պետական մարմինների, տարբեր կառույցների, լրատվամիջոցներին աջակցելով, որպեսզի լրատվամիջոցները ավելի դիմակայուն լինեն անհարցակ, որտեղ լրատվամիջոցները եւս չէ, հարձակվում են դիմակայություն նշանակում է պրոարմենցիան քաղաքականություն, ոչ, նշանակում է, որ դիմակայություն նշանակում է, որ ժողովրդավարությունը այդ սպառնալիքներից չի ընկրկում եւ ժողովրդավարական ինստիտուտը մենք տեսել ենք մի շարք նույնիսկ եվրոպական անդամ երկրներում մեջ ենք տեսել, որ այդ Ռումինիայում ընտրությունները չեղարկվեցին, որովհետեւ որոշակի ֆինանսական հոսքեր էին եղել, բայց դա մի օրինակ է, ես հույս ունեմ, Մոլդովան նկատի։ Ես Ռումինիա եմ, ասել Եվրոպական միության անդամ եմ 2007 ավելի Մեզ հետաքրքրում է այդ գործիքակազմի կիրառությունը եւ արդյունավետությունը Հայաստանում։ Խանդանյան ներեք այդ գումարը, որ Եվրոպայից գա ժողովրդավարությունը ուժեղացնելու եւ այլն համար, մենակ քաղաքացիների վերանը փակելով եւ դուրս հանելով ավելի նուրբ մեթոդներ կկիրառվեն եւ կգործադրվեն, օրինակ այդ ուղղությամբ գումարը ինչպես կծախսվի։ Գումարը ես արդեն նշեցի, նախ խոսքը միայն գումարի մասին չէ, խոսքը մեթոդաբանության մասին է, համագործակցության մասին է։ Դուրս հանելու ինչ մեթոդաբանություն կկիրառվի Հայաստանում նախ նուրբ մեթոդների մասին իհարկե մեզնից շատ երկրներ պիտի սովորեն իրավապահ համակարգի գործունեության, ես կարծում եմ, երբ որ նույն Եվրոպական միության շատ երկրներում շատ ավելի բիրտ մեթոդներ են կիրառում տարբեր իրավիճակներում, այնուամենայնիվ Հայաստանը նաև տարբեր ոլորտներում, այդ թվում եւ իրավապահ համակարգի կարողությունների զարգացման տեսանկյունից համագործակցում է տարբեր երկրների անհանգստություններ են հայտնում ճանապարհի թրիփի հետ կապված, ասում են այն Զանգեզուրի միջանցքի տրամաբանությամբ է անվտանգային լուրջ խնդիրներ կարող է առաջացնել եւ ՆԱՏՕ-ի ներգրավվածություն կարող է լինել։ Ինչու է պայմանավորված, որ ավելի կոշտացնում է Իրանը իր դիրքորոշում, արդյոք նոր մանրամասներ են ի հայտ եկել, դրանով է պայմանավորված։ Չէ, որևէ նոր մանրամասն ի հայտ չի եկել, թրիփը շարունակ ինչպես կար, շարունակում է մնալ ենթակառուցվածքային նախագիծ, եթե կուզեք նաև որոշառու բիզնես նախագիծ, այն հայ-ամերիկյան երկկողմ նախագիծ է, այդ նախագծում որևէ անվտանգային բաղադրիչ չկա, դրա նպատակն է Հայաստանում ենթակառուցվածքների զարգացումը, նաև տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում։ Իրանի մեր գործընկերների հետ միշտ տարբեր մակարդակներում հաղորդակցություն կա, դուք հիշում եք նաև, որ ավելի վաղ շրջանում, երբ որ նախագիծը նոր էր ներկայացվել Իրանի արտգործնախարարը եւ այլ պաշտոնյաներ հանդես եկան հայտարարություններով ասելով, որ իրենց անհանգստությունները փարատված են եւ եթե լինում է որևէ անհանգստություն օպերատիվ կերպով Հայաստանի Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն, որովհետեւ նախ Հայաստանը որևէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու, Հայաստանը ունի որոշակի շրջանակ համագործակցության ՆԱՏՕ-ի հետ, որը չի ենթադրվում որևէ կերպ ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում ու ընդհանրապես թրիփի համատեքստում դրա մասին խոսելը կարծում եմ նպատակահարմար չէ, որտեղ թրիփը նորից եմ կրկնում ենթակառուցվածքային նախագիծ։ Բայց ինչպես է կանելու, որ հավասարակշռեք այս գնահատականներով նկատի ունեմ իշխանությանը չի անհանգստացնում Իրանից հնչող այս գնահատականները։ Չէ, մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք եւ երբ որ լինում են նման անհանգստություններ,
ակտիվ քննարկում ենք այդ հարցերը եւ փարատվում են։ Նույնիսկ խորհրդարանական մակարդակում նախորդ շաբաթ գործընկերս Իրանից падգամավորների էր հյուրընկալել եւ նաեւ այդ թեմաներն են քննարկվել։ Այստեղ ես որևէ անհանգստանալու բան չեմ տեսնում։ Բայց եթե փարատում եք, ինչու են շարունակում խոսել, պարոն Խանդանյան։ Եղել է հայտարարություն եւ բայց նաեւ եղել են դրան նախորդող հայտարարություններ, կխոսենք, կհասկանանք ինչն է խնդիրը եւ եւ մեր գործընկերները կխոսեն։ Եվ կարտվի Իրանի հետ մենք շատ լավ քաղաքական երկխոսություն ունենք եւ մեր հարաբերությունները չեն կարող որևէ կերպ ստվերվել որևէ նախագծի պատճառով։ Հնարավոր է եւ իրանական եւ օրինակ ռուսական ինչ-որ ընկերություններ ներգրավել այդ ճանապարհի կառուցմանը, որպեսզի այս մտահոգությունները անցնեն, այդպիսի տարբերակներ քննարկում են, թե Տեսեք, այս պահի նման հարցեր չեն քննարկում, որովհետեւ այս պահին առայժմ քննարկվում է իրավական շրջանակը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև պայմանագրի եւ կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ, այնուհետեւ բոլոր հարցերը պետք է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կոնկրետ TRIP նախագծի վերաբերյալ կոնսենսուսով որոշվեն, բայց նաև նշեմ, որ Իրանը այլ ենթակառուցվածքային ծրագրերում ներգրաված է Հայաստանում, օրինակ Սյունիքի մարզում հյուսարավ ճանապարհի շինարարության մի հատվածում, դե Ռուսաստանը էլ չասենք, որ վաղուց է ներգրաված Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում նկատի ունենալով Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության կոնցեսիան Հայաստանում, ուստի այս առումով ես կարծում եմ մեր գործընկերությունը տարբեր մեր բարեկամ եւ ռազմավարական գործընկեր երկրների հետ բալանսավորված է։